Բարև բոլորին, բարի գալուստ իմ ալիք, բարի գալուստ իմ կարնիվոր օրագիր։ Նախ շնորհակալություններս բոլորին, թե բաժանորդագրվածներին, թե ընդհանուր առմամբ ինձ դիտողներին, սիրելիներս ուղղակի կխնդրեի մի փոքր ակտիվ, բայց ինչևէ ալիքից նորից եմ ասում, կուզենայի, որ ալիքը տարածվեր, կուզենայի, որ շատանար, կուզենայի, որ լինեին երկկողմ քննարկումներ թեմայի շուրջ, թե նիհարելու, թե կարնիվորի, նույնիսկ ես ասել եմ, թեկուզ նաև ուրիշ տեսակի նիհարող մարդկանց այդ շուրջ կարելի էր նույնիսկ թեմաները քննարկել, բայց ինչևէ ալիքը իմ ցանկացած ձևով առաջ չի գնում, բայց ասեմ, որ ես դրանից այդպես շատ նեղվում եմ, կարելի ասել այդպես նեղվում եմ այն պատճառով, որ առաջ չի գնում, բնական է, ժամանակ առ ժամանակ մտքումս լինում է այնպիսի մի պահ, որ բոլորը ջնջեմ, բայց էլի նորից գալիս եմ այն կետին, որը ջնջելով ես ոչ մի տեսակ կանալի հարցը չեմ լուծի, տենց թե նենց դիտողները քիչ են, այնպես թե այնպես դեռ հիմա հետևորդները քիչ են, դիտումները քիչ են, ջնջեմ կամ չջնջեմ, ես երևակայի դա կթողնեմ ինձ համար որպես ուղղակի վիդեոօրագիր հետագան տեսնելու համար։ Հիմա շատերը կարող են ասել, դու կարող ես անել քո օրագիրը ու ընդհանրապես YouTube-ում չդնել, բայց ես ուզում եմ, որ իրոք ալիքը բազմանա, շատանա, մեկը այն պատճառով, որ բոլոր յութուբերներն են ցանկանում իրենց ալիքը շատանա, չկա մի այնպիսի յութուբեր, որ ուղղակի զուտ հետաքրքրությունից, զուտ այդպես սիրողական բանով, եթե ոչ շատերը կարող են ասել հոբի, չէ, ճիշտ է, կամաց դառնում է ինձ համար դա հոբի, բայց նպատակը բոլորիս մեկն է, ինչ-որ չափով կարողանալ գումար աշխատել, դե թող ոչ մի յութուբեր, ոչ մի վլոգեր, ոչ մի ընդհանրապես մյուս մարդիկ չասեն ուղղակի մենք մտել ենք YouTube, զուտ, չգիտեմ, հաճույքի համար։ Ինչևէ կցանկանայի, որ ալիքը շատանար, օրագիրս մեծանար, դա իմ ցանկությունն է, դրա համար միշտ եմ խնդրում լինել մի փոքր ակտիվ, բայց թեմաների շուրջը տեսեք, երբ որ այդպիսի նեղ թեմաներ են ուղղակի նստում ես ու զրուցում ես, զգում եմ, որ կան ալիքներ, նույն իմ թեման կարնիվորին նամանավանդ, ինքը դիտումները քիչ է, ես հասկանում եմ, որ նոր է արդեն, ինչպես ասում են, արևմուտքից այդ դիետան, չնայած կարնիվորը ինքը այն դիետան չի, որ նորույթ է, նորույթ չի, ուղղակի մեր անցած էվոլյուցիայի մենք, ինչպես ասում են, սկզբին ենք վերադառնում։ Արդեն շատ ակտիվ են ռուսական ալիքներից, այսինքն կարելի ասել ոչ թե ուղղակի ռուսական ռուսախոս ալիքներից, որտեղ այնտեղ ճիշտ է կանալը ռուսերեն լեզվով են խոսում ասում, բայց տարբեր այնտեղ ազգեր են օգտվում այդ կարնիվոր դիետայից։ Կարնիվորի համար այդպես ես չգիտեմ Հայաստանում ինչ-որ մեկը փորձում է, չի փորձում, ինչ-որ մեկը կա, չկա,
Չգիտեմ, բայց արդեն ես Instagram-ում եմ նկատում ու ընդհանրապես կետոին էլ արդեն շատ-շատերն են անդրադառնում, Telegram ալիքներում եմ ես նկատում եւ այդպես շարունակ։ Հիմա դիտումների շատ լինել չլինելու քանակը, այո, երբ որ նորից եմ ասում, համեմատում են այն մեղմ ասած աղբ կանալների հետ, հավատացեք նրանց դիտումները ավելի շատ են։ Միտեղ մի ալիքներով օրինակի համար եմ ասում, անում են զուտ բամբասանքներ, ընտանիքներով հանդես են գալիս մի քիչ ճիշտ, մի քիչ սուտ, չակերտավոր բաժանումներ, միացումներ, չգիտեմ, դավաճանություններ, մի խոսքով մարդիկ իրենց, ինչպես ասում են, կեղտոտ սպիտակեղեն են հանում փռում ու բնականաբար նրանց ալիքները այդպես ավելի շատ են զարգանում, մեծանում եւ այլը եւ այլը։ Չգիտեմ ինչու մարդկանց թվում է, որ վատ բան լսել, տեսնելը իրենց ավելի հաճույք է պատճառում, քան նորմալ ինչ որ միտեղ, ինչ որ մի բան, ինչ որ մեկի կյանքից մի դրական բան վերցնելը։ Այսքան ալիքի դիտումների կամ չդիտումների մասին ամեն անգամ ես ասում եմ, որ դիտումներից նամանավանդ հետո ասում եմ, որ միգուցե չանդրադառնամ, իսկ հետո էլ ասում եմ, լավ, բայց կան մարդիկ, որ իրոք դիտում են ու ինչ կմտածեն, կասեն վերջ, իր համ կանալն էր այդքան, ինչպես ասում են, ձգեց, համ էլ իր դիետա։ Ինչևէ, այսքանը կանալի մասին, ուղղակի խնդրում եմ մի փոքր ակտիվ լինել, դա միգուցե ձեզ ոչինչ չի տալիս, բայց հավատացեք, ինձ բացի մոտիվացիայից, այն որ մոտիվացիան կրկնապատկվում է, տալիս է այն, որ իրոք ալիքս մեծանում է ու դա ինձ համար հաճելի է։ Կարնիվորի մասին եմ ուզում խոսել։ Ես անդադ շեշտում եմ կարնիվորի, կան մարդիկ նորեկներ, որ եթե անդադ կրկնեմ կարնիվորը ինչ է, դա ամեն օր կլինի այնպես, որ ամեն անգամ, ամեն վիդեոին ես նույն բանն եմ կրկնում։ Դրա համար, եթե նույնիսկ ինչ որ հավատ չկա կամ բացի հավատից, այլ միգուցե ինչ որ մեկը լավ չի հասկանում ասածներս, միգուցե ես եմ այդպես լավ գիտականորեն, չգիտեմ, մանրակրկտորեն չեմ բացատրում, չեք հասկանում, միգուցե կարող եք մտնել, կարդալ, լսել YouTube-ով ու ընդհանրապես բոլոր արդեն սոցցանցերում էլ կա։ Ես ամեն անգամ եմ լսում արևմուտքի կարնիվորցիներին, ռուսախոս մարդկանց կարնիվորցիներին ու գալիս եմ այն համոզմունքին, որ գիտեք հիմա ինչ է տեղի ունենում, ինչպես վեգանների մոտ, ինչպես կետո դիետայի, ընդհանրապես ամեն մի դիետայի, թեկուզ այդ առողջ սնունդ ասվածը, պեպե ասվածը, կան բաներ, կան մարդիկ, որ ամենքը, երբ որ դուրս է գալիս, հայտնում է իրեն կարծիքը, իրեն թվում է, թե ինքը ամենաճիշտն է ու կարող է իրեն կարծիքը մինչև վերջ առաջ տանել։ Բայց դա այդպես չէ, ես այսօր լսեցի 3-4 ուղիղ եթերեր, 3-4 կարնիվորցիներ միացել էին ամերիկյան ալիքում, բայց կարծեմ մենակ Ամերիկայից չէին միացել, Նոր Զելանդիայից, նույնիսկ կար Ավստրալիայից,
Խոսում էին տարբեր մարդիկ, տարբեր հիվանդությունների, մեկը ճարպակալման, մեկը մաշկային խնդիրներ, մեկը մարսողության խնդիրներ, մեկը շաքարային դիաբետ, տարբեր պատճառով կարնիվոր սկսած մարդիկ։ Հավատացեք, կային պլյուս 25 տարեկանից մինչև պլյուս մարդիկ կան պլյուս 80, այդ տարիքի տեսեք որտեղից որտեղ մարդիկ կարնիվորը պահում են։ Սկզբնական շրջանում, երբ որ լսում ես տարիքով արդեն մարդկանց ու նրանց ափսոսանքը, որ ինչու իրենք չգիտեին այդ մասին ավելի շուտ, եթե իմանային, իրենց երիտասարդ տարիներին առողջական այդքան շատ խնդիրների առաջ չէին կանգնի։ Այդ փոշմանողներից մեկը ես եմ, որ գոնե շատ շուտ չեմ իմացել կետո դիետայի մասին, կամ եթե նույնիսկ իմացել եմ, այդպես ասած շատ լուրջ չեմ վերաբերվել այն բանին, որ այո, մարդ կարող է իրեն կյանքը, իրեն առողջությունը, իրեն տեսքը փոխել, շատերը կարող են փոխել իրենց սննդակարգը փոխելով, ինչպես են ասում, պրիվիչկաները փոխելով, կարող են իրենց կյանքը փոխել, շատերը նույնիսկ ինչ որտեղից տեղափոխվելով, դա էլ այնպես չի, որ անընդհատ լճացված ապրել մի տեղում, մի ձևով, երբ որ լսում ենք մենք դիետոլոգներին, բոլորս էլ այդպես որ լսում ենք, տարբեր դիետոլոգներ են իրենք, կան դիետոլոգներ, որոնք ընդհանրապես իրենք փոր չունեն, գրված, տված պրոտոկոլներն են առաջ տանում, նույնը կասեի բժիշկների մասին, 100 տարվա պրոտոկոլներով առաջ են գնում, չէ, որովհետև անընդհատ այսօրը ծնում է վաղը, վաղը մյուս օր ու անընդհատ տարբեր մարդկանց մոտ տարբեր նոր մտքեր են առաջանում, ու այդ տարբեր մտքերից կարելի է, եթե պես ասած խելացի մարդիկ, ոմանք փորձում են գտնեն այդ ամեն ինչի մեջը ոսկի միջինը։ Այսօրվաս ասածի ընդհանրապես միտքը դա է, որ կարնիվորցիները նույնիսկ իրենք մի դեպքում են իրենք համամիտ, որ պետք է կենդանական ծագման ուտելիքներ ուտել, բայց կարնիվորցիներ կան, որոնք միայն ընտրում են տավարի միսը, ոչխարի միսը, ընդհանրապես որոջացող տեսակի մսեր, կենդանական ծագման մսեր, մի տեսակ կա, որ նույնիսկ ընդհանրապես ընտրում է մենակ տավարի միսը ու աղը, ջուրը, մի տեսակ կա, որ նույնիսկ աղ չի օգտագործում, մի տեսակ կա, ինչպես ես եմ անում, տարբեր մսեր, ձուկ, ձու, մի տեսակ կա, ընդունում է, որ սուրճ պետք է, մյուս տեսակը, որ պետք չէ, իմ դեպքում կարելի է փորձել առանց սուրճի, ես դա ոնց որ այս շուտով 5 ամիսը կլռանա ասում եմ, բայց դեռ ինչպես ասում են, սայլը տեղից չի շարժվում սուրճի հարցով։ Հավատացեք, բոլորի հետ էլ համեմատ եմ, մարդ կա այդ կարնիվորցիների մեջ, ասում է ես մենակ դա, մենակ սա, պետք չի հավելումներ ուրիշ, մարդ կա օգտագործում է, այդ բոլորից միակ բանը, որ կարելի է նայել ու հասկանալ, որ նախ այնտեղ տարբեր տարիքի մարդիկ են, նախ այնտեղ տարբեր երկրներում ապրող մարդիկ են, ունեն տարբեր օրգանիզմներ,
ունեն տարբեր հիվանդություններ, ունեն տարբեր ոսկրային, այսինքն մեկը բոյով է, հասակով է, մեկը կարճ է, մեկը ավելի գեր է, մեկը ավելի մի խոսքով, նաև քրոնիկական հիվանդություններն են նրանց տարբեր։ Բնականաբար, մեկին դա է օգնում, մյուսին դա չի օգնում։ Գալով ինձ համար ցանկալի կլիներ, ես ինքս մտածում եմ, որ ցանկալի կլիներ, որ անընդհատ գոնե մի 2 ամիս կամ թեկուզ մի հատ լիարժեք ամիս հնարավորություն լիներ օգտագործելու մենակ սուտ տավարի միսը, աղը, ջուրը, ինչպես իրանք են ասում։ Ուղղակի փորձելու համար, այսինքն ուզում էի հասկանալ տարբերությունը, ոչ միայն այդ նիհարելու պրոցեսի համար, այլ ընդհանրապես առողջական վիճակի համար։ Մի մասը օգտագործում է ներքին օրգանները անասունների, մի մասը չի օգտագործում։ Այդ բոլոր մարդկանց, տարբեր հայացքների տեր մարդկանց մենակ կապում է մի բան, կենդանական ծագման ուտելիքները, ամենագլխավորի դերում իհարկե միսը։ Մարդիկ կան ուտում են կաթնամթերքներ, էլի երբ որ ես մտածում եմ, մարդկա կտրականապես դեմ է, իմ մտածելով ես դեմ չեմ, բայց այդտեղ էլ ես իմ չօգտագործելու իմ պատճառներն ունեմ, քանի որ ես երբ որ սկսում եմ կաթնամթերք ուտել, իհարկե ես բազմիցս ասել եմ, իսկ կաթ չեմ սիրում ու կաթը դա հաշիվ չի, ընդհանրապես դա օգտակար լինի, թե չլինի, ես կաթ չեմ սիրում, չեմ խմում, բացի կաթից, բոլոր կաթնամթերքները իմ համար շատ սիրելի են ու ընդունելի են։ Մարդիկ կան, որ ասում են կաթնամթերքը առաջացնում է բորբոքվածություն օրգանիզմի մեջ, մարդ կա դա չի զգում, մարդ կա ֆերմենտների կարիք շատ ունի, համենայն դեպս գոնե մեր մածունը ինչ որ չափով կարելի է։ Էլի, եթե ինչ որ մեկը հիմա ինձ դիտում է ու ինքը կարնիվոր փորձում է ու ուզում է փորձել, ժողովուրդ ջան, կարող եք ամեն մեկը ընդհանուր առմամբ փորձել, ով ինչ է սիրում, ով ինչ չի սիրում, բացի դա սիրել չսիրելը, փորձեք այդպես, կամաց մտցրեք ձեր սննդակարգի մեջ այդ բաները ու հասկացեք, դուք դրանից լավ եք զգում, այսինքն եթե քաշի հետ խնդիր ունեք, եթե ձեր քաշը չի ավելանում, իջնում է, կամ թեկուզ եթե նույնիսկ քաշը պահում է ու դուք արագ նիհարելու խնդիր ունեք, կարող եք դա օգտագործել հետո, ինչպես ես եմ ընդհանրապես պլանավորում, այդպես է, միգուցե եւ ընդհանրապես էլ չօգտագործեմ, բայց իմ պլանավորվածը այդպես է, երբ հասնեմ իմ ցանկալի կետին, ես ինքս նույնպես կարող եմ օգտագործել։ Այսքան ասելուս իմաստը, որ յուրաքանչյուր դիետա, երբ որ դու ինքդ պահում ես, պետք է հասկանաս, որ հետ դարձի ճամփա չկա, որովհետև մարդիկ նիհարում են, հասնում են իրենց երազած քաշին ու հետ են գալիս ու շատերին թվում է, եթե իրենք նիհարել են, ուրեմն վերջ էլ այդ պրոբլեմը չկա։ Ու նաև այդ քրոնիկական հիվանդությունների մասին է խոսքը, ինչքան օգտագործում ես այդ առողջ սնունդը, այնքան քրոնիկ հիվանդությունները իրենք երես են թեքում քեզանից, բայց եթե նորից սկսում ես անցնել հնին, ապա նրանք նորից գլուխ են բարձրացնում։ Էնպես որ չկա ոչ մի բան, որը այդպես քո ուզենալով լինի, այսպես ուզես, այդպես ուտես, խմես, ինչ ուզենաս, ոնց ուզենաս, ինչ քանակությամբ ուզենաս,
ու լինես առողջ, ու լինես նիհար, ու լինես քո երազած անձնավորությունը, ինչպես ասում են։ Այդպես բան չկա, պետք է լինել հետևողական, պետք է անընդհատ փորձել, ինչն է քեզ պետք, ինչն ես դու, եթե դու ուզում ես կետո դիետայով ամբողջ կյանքը սնվել, դու կարող ես փորձել, այդպես չի, որ ասում են, այ սա լավ չի, նա լավ չի, եթե ես ինքս այդ տվյալ սնունդը չեմ մարսում, տվյալ բանջարեղենը կամ տվյալ մսի տեսակը չեմ կարողանում, ես դրանից վատ եմ զգում, պետք չի դիմացինը, երբ որ լավ է զգում, ասի, գիտես ինչ կա, դու 1, 2, 3 փորձելուց արդեն դու ինքդ հասկանում ես, որ օրգանիզմը քեզանից ավելի խելացի է, ու օրգանիզմը կարող է քեզ հուշել, ինչն է քեզ պետք, ինչը պետք չի։ Այնպես որ այսօրվա լսած մարդկանց այդ դիսկուսից էլի նորից հետևություն, որ այո, ինձ համար ցանկալի էր, որ գոնե 2 ամիս փորձեի զուտ այդ տավարի մսի, ինչպես իրենք են ասում, կրասնայա միասա, դե թեկուզ լինի ոչխարի միս, թեկուզ լինի, չգիտեմ, որոճացող տեսակի կենդանիների, կատնասունների, ինչպես իրենք են ասում, այդ տեսակի կենդանիների մսերը։ Քանի որ դա այդպես շատ մոտս չի ստացվում, ինչ-ինչ պատճառներով ես իմ սննդակարգը մնում է զուտ 4 տարբեր տեսակի մսերի։ Իհարկե ցանկալի է, որ այդ մսերը լինեն հենց մեր տնական, մեր ֆերմերների, նույնիսկ ֆերմերների, չէ, ֆերմերներն էլ երևի միգուցե արդեն ավելացնում են, կարելի ասել մեր հենց գյուղացիների տված արտադրանքի հիման վրա, բայց եթե դրանք էլ չկան, քավ լիցի թեկուզ այն անորակ միսը ավելի որակով է, քան բոլոր տեսակի պակետավորված, ուլտրա գեր ճանապարհներով վերամշակված սննդակարգից, այն պիտակը, այն սնունդը, որ մենք օգտագործում ենք ու պիտակի վրա գրված են հազարավոր բաղադրիչներ, մտածում ես, որ այդ բոլոր բաղադրիչների հիմքում մի հատ բնական բան դու չես գտնում, ու փաստ է, եթե դու դա ուտում ես, դա չի նշանակում, ոչ մեկ չեն ասում, որ դա դու կերար, հենց հիմա հեռու բոլորից կմահանաս, կամ չգիտեմ ահավորված բան կլինի, չէ, բայց ընթացքում դա շատ մեծ ազդեցություն է թողնում մարդու առողջության վրա։ Այսօր այսքանը սիրելիներս, ես կուզենայի, որ դիտողներից շատերը, եթե իհարկե Աստված չանի, պետք չի խնդիրներ ունենալ, ուղղակի մտածել են խոսքերիս վրա, որ կարող է նույնիսկ դու խնդիրներ չունես, խոսքը վերաբերում է նաև երիտասարդների մասին։ Ես 25-ում, 24-ում, 34-ում նույնիսկ չեմ էլ մտածել, չեմ էլ հասկացել, որ այո, սննդից շատ բան է կախված։ Ինձ ասել են քիչ կեր, ես լսել եմ քիչ կեր արտահայտությունը, բայց հավատացեք, դա այդպես չի։ Բուն պատճառը, երբ որ մարդ չգիտի, նույնիսկ մարդ ինքը չգիտի ինչու է այդպես, ինչու ես դու ուտում չաղանում, կամ ինչու ես դու այդ քաղցրը ուտում ունենում շաքարային դիաբետ, բայց նույն մարդը կողքիդ, օտար թե հարազատ, հարևան թե դրկից, թե ուղղակի անցնորդ, նույն չափ, ինչպես դու ես ուտում, չունի դիաբետ, չունի
նույն չափ ու նույն ուտելիքները, չունի դիաբետ, չունի ավելորդ քաշ, չունի մաշկային խնդիրներ, չունի քրոնիկ հիվանդություններ, չունի ոչ մի բան, ինչու է այդպես, երբ որ դուք համարյա նույն բանն եք ուտում։ Մի քիչ այդ թեմայի շուրջը, երբ որ ուսումնասիրեք, ես չեմ ասում իմ մոտ, որովհետև ես ոչ բժիշկ եմ, ոչ էլ ուղղակի իմացող մարդկանցից լսեք, տարբեր մարդկանց ուսումնասիրեք ու տեսեք, որ ընդհանրապես ամեն մարդ պետք է իր ոսկի միջինը գտնել։ Երիտասարդներին էլ թվում է, թե բոլորը երիտասարդ են մնալու, այդ չակերտավոր աղբերը օգտագործելուց հետո իրենք ոչ մի վնաս չի լինելու նրանց օրգանիզմին, չէ սիրելիներս, ցավոք գալիս է մի տարիք, որ ամեն ինչ սկսած ավելորդ քաշից, վերջացած բոլոր քրոնիկ տեսակ հիվանդություններից, բոլորը գլուխ են բարձրացնելու։ Ցանկանում եմ բոլորիդ առողջություն, ամենակարևորը, փորձեք գտնել ամեն դիետաների ոսկի միջինը, ինչն է հարկավոր, ինչն է իրեն համար երկար ճանապարհ գնալու միջոց, որ ինքը ճանապարհի կեսից հետ չդառնա, ու կարծում եմ կամաց ամեն մի օր, ամեն մի փորձություն, ամեն մի փորձ, հետո դա արդեն հասկանում ես, որ դա լավ է կամ դա լավ չէ։ Էլի եմ խնդրում գրանցվել ալիքին, ես այսօր այսպես ուղղակի, որովհետև երբ որ լսում ես տարբեր մարդկանց կարծիքներ, տեսնում ես, որ բոլորը յուրովի իրենք ճիշտ են, բայց այնուամենայնիվ հասկանում ես, որ կարելի է փորձել։ Ուղղակի ընդհանրապես ոչ մի բան պետք չէ կյանքում ամեն ինչ այդպես դոգմայի պես ընդունել, սա է ճիշտ ու վերջ։ Կարելի է փորձել, կարելի է փնտրել, կարելի է գտնել ոսկի միջին ամեն մարդ իր համար։ Դե ինչ այսքանը, շնորհակալ եմ բոլորից, թե դիտումների և թե գրանցման համար, գրանցվեք ալիքին, հավատացեք դա ինձ պետք է մոտիվացվելու համար ու շարունակելու դեպի առաջ։ Շնորհակալություն, ցտեսություն։